Դե ինչ հարգելի հեռուստադիտող, դուք դիտում եք իմ գործընկեր Աշոտ Սարգսյանի Արցախյան զրույցները, ինչպես խոստացել էի մենք վերադարձանք տաղավար եւ արդեն այստեղ ինձ հետ է մեր հաջորդ հյուրը։ Շտապ եմ ներկայացնել բլոգեր Փարեմուզյան դպրոցի հիմնադիր Սոնա Փարեմուզյանն է այստեղ։ Ողջունում եմ ձեզ։ Քանի որ տոներին շատ դեռ չի անցել, թույլ տվեք շնորհավորել մի ամսյակի արդիվ։ Կարծում եմ տպավորություններն էլ դեռ թարմ են, մինչև զրույցը սկսել եմ, մի քիչ կիսվեք մեզ ձեր տպավորություններով մարտիության, նոր կշարունակենք։ Ձեզ եւս շնորհավորում եմ։ Մարտիության տպավորությունները գարնանային, կարևորը տաք է դրսում։ Ամենակարևորը, որովհետեւ գարունը իմ եղանակն է։ Կարծում եմ շատերի համար նոր կյանքի, նոր էմոցիաների, մոտիվացիայի շրջան է ու հենց այդպես էլ փորձել ենք սկսել։ Շատերն ասում են, երբ տաքի աշխատելը տել է գալիս, այսպես ամեն ինչ կարծես թե ծաղկում է գարնանպես եւ նոր մտքեր, գաղափարներ։ Այո, ձեզ երբեմն պետք չէ այդպես շատ ներկայացնել դպրոցի հիմնադիր, բլոգեր, որովհետեւ երբ ձեզ տեսնում են, միանգամից ասում են, այն աղջիկն է կամ անգլերենի Սոնան է, այ հետաքրքիր է, ինչպես դարձաք այդ անգլերենի Սոնան եւ ինչ ճանապարհով անցաք, որ տեսնելիս ձեզ միանգամից հիշում են վլոգի միջոցով հենց։ Սկսեց այդ ամեն ինչը 2019 թվականին, երբ թողեցի իմ աշխատանքները տարբեր տեղերում, որտեղ աշխատում էի որպես անգլերենի ուսուցիչ, թարգմանիչ, տարբեր տեղերում էի աշխատում ու որոշեցի, որ վերջ, այլևս ես ինձ համար պետք է աշխատեմ, այո, ու անեմ այն ամենը, ինչ որ ինձ հետաքրքրում է, շատ մեծ ռիսկ էր, նույնիսկ իմ գոլեգաները այդ ժամանակ աշխատում էին նաև Հայաստանի հայտնի համալսարաններից մեկում, ինձ ասում էին ոչինչ այստեղ մնա, մինչև մի քիչ հասկանանք ինչպես կլինի ընթացքը եւ այլն, նոր ամբողջովին թող ու շարունակիր քո դպրոցի, այսպես ասած, գործունեությունը, այո, բայց ես զգում եի, որ չէ, պետք է ամբողջովին թողնեմ ամեն ինչ ու կենտրոնանամ միայն, այո, իմ աշխատանքի վրա, որովհետև կենտրոնացումը մեկ գաղափարի վրա այդ դեպքում նոր կկարողանաս ավելի հասկանալ բացերը, ինչպես անես, ինչպես փոխես եւ այլն, ու այդպես ամբողջովին դուրս գալով մնացած աշխատավայրերից կենտրոնացա իմ փոքրիկ լեզվի կենտրոնի վրա, փոքրիկ սենյակ վերցրեցինք ու սկսեցի այնտեղից նկարանել առաջին տեսանյութերը, իհարկե առաջին տեսանյութը շատ վախվորած եմ եղել, ինչպես կարձագանք են Հայաստանում նման բան չկա, հայերեն, այո, սկիզբն ոչ ոք ինչու չեն արել, հա, այսքան ժամանակ ոչ ոքի մտքով չի անցել, կարող է իրոք, որովհետև Հայաստանում սիրում են, եթե մեկը ինչ-որ բան անում է, չէ, սկսում են արդեն շատանալ, այո, վախենում են, հենց զգում են, որ ինչ-որ մեկը արեց ու որոշակի հաջողեց, արդեն, այո, սկսում են, ու վախենալով իհարկե, բայց ներքին ձայնից լսելով, առաջին տեսանյութը նկարեցի ու հրապարակեցի Instagram-ով ու այսպես սկսեց, իհարկե սկզբում մի քիչ այլ էր ամեն ինչ, հիմա որ հետ եմ գնում նայում եմ հին տեսանյութերը, ասում եմ, այս ինչ ես արել։ Դա լավ է, որ ձեր դուրը չի գալիս, աճի մասին է խոսում։ Ես նույնիսկ երեկվա տեսանյութը եթե նայեմ, այլևս չեմ հավանում։ Լրագրողների մոտ էլ է այդպես իմ օրինակից, երբ նայում եմ 1-2 տարի առաջվա իմ ռեպորտաժները, մտածում եմ, Աստված իմ ոնց է սա ինչ որ պահի ինձ դուր եկել, բայց մասնագետներն ասում են, իմ մեծ գոլեգաները, որ դա լավ է, որովհետև աճում ես, ժամանակի ընթացքում ավելի զարգացնում ես հմտությունները։ Սոնա, շատ կարևոր է, որ ունենում ենք այն զգացողությունը, երբ պետք է մի քանի բան թողնել, որպեսզի կենտրոնանանք մեկ գաղափարի շուրջ, որը որ մերն է, ձեր այդ զգացողությունների մասին եմ ուզում խոսել, ռիսկի մասին, ոնց դա տեղի ունեցավ ու ինչ ներքին զգացողություններ ձեզ դրդեցին այդ քայլին։ Մի հատվածի զգացողության հասա, երբ զգում էի աշխատավայրում ես ոչինչ էլ չեմ ստանում։ Նույնիսկ տալու հատվածը արդեն մաքսիմում տվել էի, մաքսիմում ստացել էի ու կոմֆորտ զոնայից դուրս գալու ցանկություն կար, զգում էի, որ լճացում է գնում։ Ու լճացումից խուսափելու համար հաջորդ քայլը պետք է լիներ անել այն, ինչը որ երբևիցե դեռ չեմ արել, բայց միշտ մտքումս եղել է։ Այո։ Առաջինը լինելու մասին մեր մարտիության զրույցներից մեկում նաև խոսեցինք, դա վախեցնող է, բայց օրինակ երբ ասում ես ինչ-որ բանի սկիզբն ես, նաև հաճելի է դրա մասին խոսել։ Հասարակության արձագանքը դեռ սկզբի տարիներին, ուզում եմ դրա մասին խոսել, նախ ձեզ քաջալերողներն ովքեր են եղել, ձեր կողքի մարդիկ, նաև ընդհանուր հասարակությունը այդ նոր բանին ինչպես արձագանքեց։ Ամենաառաջին քաջալերողը իմ մայրիկն է եղել ի սկզբանե,
նույնիսկ քննադատողը բնականաբար ամենառաջին քննադատը եւ նաեւ ոգևորողը ինքն է եղել միշտ հիմա նաև ամուսինս այո հիմա առաջնային կարող եմ ասել որ ինքն է շատ ոգևորում եւ մայրիկս այն ժամանակ ասում էր որ դու կարող ես կամ չես կարող, թե մայրիկը այն ժամանակ զգում էր որ դու կարող ես, ուրեմն դա ինձ ամենամեծ մոտիվացիան էր ու ոչ մի բացասական մեկնաբանություն տեսանյութերի տակ ինձ չէր հետաքրքրում, որտեղ իմ մայրիկը ինձ ասել է որ դու կարող ես, դա նորմալ է բայց եթե մայրիկը ասել որ չէ, հա, զգում եմ որ մի բան այն չի, ես արդեն երկմտում էի։ Իհարկե բնականաբար ես ինքս իմ ներքին ձայնին լսելով այդ ամեն ինչը շատ բաներ կա, ես ինքս իմ ներքին ձայնին լսելով եմ արել, չեմ կարող բացատրել, դու ներքից զգում ես, հա, ներքուստ զգում ես այդ ամեն ինչը, անես թե չանես։ Երբեմն պետք է անես այն ինչը որ չես ուզում անես։ Երբեմն էլ այն ինչը որ քեզ կոմֆորտ զոնայից դուրս է բերում դա հետո ինչ որ մի լավ բանի վստահաբար հանգեցնելու է։ Քանի որ խոսեցիք ընդհանուր այդ արձագանքներից, ինչ որ հեյթի ալիք բոլորն էլ ունեն բնականաբար։ Ուզում ձեր հեյթի ալիքից խոսեք, ինչպես եք արձագանքել։ Ես վստահ եմ տարբեր է եղել նախկինում արձագանքը եւ հիմա, որտեղ այդ ընթացքում էլ փորձ ես ձեռք բերում ու նաեւ ընդհանուր քո այդ վերաբերմունքն է փոխվում։ Մինչ այդ երբևիցե որևէ բացասական մեկնաբանություն իմ գիտելիքի հանդեպ չէի ունեցել համալսարանում, այլ աշխատավայրերում միշտ ինձ ոգևորել են, որով գնահատելով ոգևորել են, ես էլ ավելի ոգևորված շարունակել եմ, բայց երբ այսպես մուտք գործեցի Instagram, մի հատված մարդկանց սկսեց քննադատել իմ ակցենտը, որ հայկական ակցենտ կա կամ մեկը ասում էր հայկական, մեկը բրիտանական, մեկը ամերիկյան, այսինքն ամեն մեկը ինչը որ գիտեր, դրա հիման վրա սկսեցին թերագնահատել կամ ավելի հումորային հատվածների հետ կապված ավելի այլ մեկնաբանություններ հնչեցին ու գուցե նաև արդեն հնչում են, բայց ավելի թաքուն, չգիտեմ, որ այս ինչ ձև է, այս ինչ մեթոդ է հումորով անգլերեն սովորեցնելը եւ այլն, հա, այսինքն ամեն մարդ ինչպես ցանկացել այդպես մեկնաբանել է, բայց աջելին այն պահն է, երբ մեծ մասը քեզ ոգևորում է ու երբ որ դու տեսնում ես ովքեր են քեզ ոգևորում, ինչպիսի մարդիկ են, ինչպիսի մասսա է, իսկ քննադատողները ինչպիսի մարդիկ են, ես միշտ նայում եմ ով է այդ քննադատողը, չեմ պատասխանում ընդհանրապես, ուշադրություն չեմ դարձնում ու միանգամից ինքը հայտնվում է սև ցուցակում, հա, ու շարունակում եմ բնականաբար դա նաև ինձ մտածելու տեղ է տալիս, ես ընդհանրապես չեմ անտեսում այդ մեկնաբանությունը, նույնիսկ ամենատարօրինակ մեկնաբանությունը, ինչ որ պահի մտածում եմ գուցե ինչ որ մի բան ճիշտ էր, հա, ու արդեն ավելի դա ինձ օգնում է առաջ գնալուն, այսինքն չեմ ասում չեմ ասում որ ես ամեն ինչ գիտեմ եւ այլն, այնպես բան գոյություն չունի։ Այն պահին, երբ որ դու մտածես, որ դու ամեն ինչ գիտես, դու վերջ արդեն ամենալավն ես, այդ դեպքում լճացումից բացի նախ դեգրադացիա կգնա, հետ կգնաս, հետ ընթաց կապրես ու այն ինչի որ այսքան տարիների ընթացքում ձեռք ես բերել կկորցնես։ Որոշ հատված մարդկանց գուցե նաեւ մտածում է, որ ինքը իր մասին մեծ կարծիք ունի եւ այլն, զուտ եթե չեմ արձագանքում բացասական մեկնաբանություններին, բայց ոչ, դա զուտ ավելորդ խոսակցություններ եւ ավելորդ իմ դրական էներգիան վատնելու խուսափելն է։ Այսինքն ես զուտ խուսափում եմ ինչ որ մարդու հետ դիալոգի մեջ մտնել, եթե ինքը մեկը չի ընդունելու դա, հա։ Քո կարծիքը, օքեյ, մնա քո կարծիքին, ես շարունակում եմ աշխատանքը։ Կարևոր որ շարունակում եմ, որովհետեւ երբեմն լինում են դեպքեր, որ այդ հեյթի ալիքի պատճառով կամ քչանում է ընդհանուր աշխատանքը։ Գիտեք, եթե դու բանական մարդ ես, կրթված ես ու ինքնակննադատական վերլուծական հմտություններ ունես, դու հասկանում ես որն է ճիշտ քննադատությունը, տարբերում ես ճիշտ առողջ քննադատությունը հիվանդ կոմպլեքսավորված մարդու քննադատություններից։ Եթե առողջ քննադատությունը դա պետք է ընդունես, հա, միշտ բաց եմ ընդունում եմ։ Դա նաև կարևոր է երբեմն առաջընթացի համար։ Կարգով է երբեմն լինում, երբեմն ագրեսիվ ինչ որ пассив-ագրեսիվ տարբեր ձևերով ընդունում եմ այդ ամեն ինչը, որը ինձ օգնում է։ Այո, քննադատությունն օգնում է առաջ գնալ, երբ առողջ է, գիտես, որ ինչ որ միտեղ դա խորհրդի կարգով թեկուզ քո առաջընթացի համար է ասվում։ Սոնա, հետաքրքիր է այն ինչով որ դուք հիմա զբաղվում եք, երբևէ ձեր կյանքի ընթացքում ունեցել եք նման մարդու կարիք, այն ինչը որ դուք հիմա եք անում, այդպիսի խնդիր նկատել եք ձեր կյանքում, գուցե այդպես եք բացը լրացրել։ Այո, համալսարանը ավարտելուց հետո ես զգացի, որ իմ գիտելիքները
բավականին պաշտոնական level-ի վրա են, մակարդակի վրա են, այսպես ասած, ու իրական աշխարհի հետ հաղորդակցվելու, իրական աշխարհ մուտք գործելու համար ոչ բավարար։ Ու ես հասկացա իմ կարիքները որոնք են, ու սկսեցի ինքս բավարարել այդ կարիքները։ Ու հիմա այն ամենը ինչ որ անում եմ, հիմնված է այն մեթոդների վրա, որ ես ինքս ինքնակրթվելով եմ հասել, այսինքն ոչ ոք։ Իհարկե եղել են միջազգային մասնագետներ, ովքեր ինձ ոգեշնչել են, մոտիվացրել են, նայել եմ, մասնակցել եմ իրենց սեմինարներին, թե on-line, թե արդեն այս տարվանից շատ հետաքրքիր կոնֆերանսներ ունենք Հայաստանում, հայտնի մասնագետներ են գալու, մասնակցել են, ինքս եմ գնալու մասնակցելու, էլի մասնակցել նախ, այսինքն անընդհատ ինքնակրթվելով ու այլ մասնագետներից, բայց համաշխարհային մակարդակի, հա, այդ ոլորտում համաշխարհային մակարդակում կայացած մասնագետներից ողջևորվելով ու սովորելով։ Դա անընդհատ ընթացող գործընթաց է։ Դու չես կարող լինել կատարյալ քո մասնագիտության մեջ ու վերջ։ Դու ժամանակ առաջ է գնում, ինչքան էլ լեզուն ինքը համարվում է ստատիկ, չէ, ինքը փոփոխվում է ըստ կարիքների ու պետք է փորձես դու համահունչ գնաս համաշխարհային տրենդներին, ինչի՞ չէ լեզվի ուսուցման այդ ամեն ինչը պահես։ Այո, շատ կարևոր է, երբ ունես նոր գաղափար, հստակ նաև քո կարողությունները գնահատես եւ հասկանաս, որ այն խնդիրը, որը որ կա, լուծողներ չեն հայտնվի այնքան ժամանակ, մինչեւ ինքդ չլուծես։ Ու չգերագնահատես։ Ոչ թերագնահատես, որովհետեւ շատ մարդիկ թերագնահատում են իրենց հմտությունները, ոչ էլ գերագնահատես։ Ռեալ վերլուծես, հասկանաս ուժեղ ու թույլ կողմերդ, աշխատես այդ երկու ուղղությամբ։ Այո, թույլն էլ ուժեղ սարքես։ Այո, ընթացքում ինչքան թույլ կա, ուժեղ է դառնում, երբ սեփական անձիդ վրա աշխատում ես, սա հետաքրքիր է, բոլորիս կյանքում միշտ կան ուսուցիչներ, որոնք որ հիշվում են։ Այո։ Անգլերենի, մաթեմի եւ այլն։ Ձեր կյանքի անգլերենի սոնանով է եղել։ Ես ունեցել եմ նմանատիպ մասնագետներ, ինձ ոգևորել է իմ առաջին ուսուցիչը, առաջին, այսպես ասած, արդեն երբ որ բանական տարիքում, այո, երբ որ պետք է ընդունում էի համալսարան, իմ մասնագետը, ով ինձ սովորեցրել է, այսինքն պատրաստել է համալսարան ընդունվելու համար, ինքն է ինձ ոգևորել, ես բազմաթիվ առիթներ եղել, ասել եմ այդ մասին բլոգով, նա է ինձ ոգևորել եւ իմ հայոց լեզվի եւ գրականության ավագ դպրոցի ուսուցչուհին է ինձ ոգևորել, որ ես ընտրեմ լեզվական ուղղվածությունը, այլ ոչ թե մաթեմատիկական, քանի որ նախատեսում էի ընդունվել ժող ինստիտուտ, բայց ուսուցչուհիս իմանալով այդ մասին ասեց, ինչի համար քո լեզվական հմտություններով, հա, հանդերձ դու չպետք է նման սխալ որոշում անես։ Այո, երբ սկսեցիք ձեր ընդհանուր կոնտենտը վարել, մի քիչ տարբերվում էր եւ երբեմն այո կարող էր այսպես հարց առաջացնել, որովհետեւ մատուցման եղանակը շատ տարբեր է գիտելիքի, հա, դա ուղեկցվում է հումորով, մարդիկ նայելիս մի անգամից հասկանում են, որ այս աղջիկը Գյումրիից է, որովհետեւ թե բարբառը թե հումորային շերտերը պահպանվում են, այ հումորով գիտելիքը մատուցել այսօր որքանով է ակտուալ եւ որքանով է իրատեսական կիրառելու գործնական դաշտում։ Կարծում եմ ամեն ինչ եթե չափի մեջ է, դուրս չի գալիս ցենզուրայի սահմաններից, այդ դեպքում ինքը իր օգուտը հաստատ կտա։ Ես երբեք սահմաններից համենայն դեպս փորձում եմ, հա, սահմաններից դուրս չգալ ու ամեն ինչը իր հետաքրքրությամբ ու համու հոտով ներկայացնել։ Նույնիսկ բառեր կան, որ եթե սովորեցնում եմ, ամաչում եմ հայերենով ասել, ասում եմ այս հայտնի բառը, այո, ես ժարգոնային եմ։ Որովհետև եթե ինչ-որ ժարգոնային բառ է, որ ես երբևէ ինքս չեմ օգտագործում, բայց ուզում եմ, որ իմանան, ինքս ասում եմ, այս բառը, այսինքն փորձում եմ այդ սահմանները կիրթ լինելու եւ անկիրթ լինելու պահել։ Բայց երբեմն կհամաձայնվեք, որ երբ սահմանը իհարկե չափի մեջ մի քիչ անցնում ես, այսպես ինչ որ մի բան, որը որ նոր է, ավելի լավ է հիշվում, նամանավանդ այդ ժարգոնային արտահայտությունները այսօր կիրառելի են ամեն դեպքում եւ դրանք երբեմն արտաբերել, արտասանելը հիշվող է դարձնում նաեւ հոլովակը։ Այս մատուցման եղանակների մասին խոսելիս ընթացքում նաեւ ավելացան կոնտենտ վարող վլոգերների թիվը Instagram-ում, հա, ձեզնից հետո, գուցե ձեզնից առաջ էլ ոմանք կային, ձեր բովանդակությունը, կոնտենտը ինչով է հիմա տարբերվում մնացած անգլերեն սովորեցնող կամ գուցե այս ոլորտում մոտիվացնող վլոգերներից։ Կարծում եմ առաջինը տարբերվում է հումորային հատվածով, երկրորդը տարբերվում է, որ ես գրքերից այդպես շատ նյութը վերցնում, հա, ինչ որ մեկից copy paste անում, այսինքն կամ իմ իրական փորձից է, որը ճանապարհորդելուց եմ
տեսելու ցույց եմ տալիս, կամ ֆիլմերից է, ու ավելի շատ նաև Գյումրվա բարբառնել է, ինչ որ համուհոտ մտցնում ես ամեն ինչի, երգելու մեթոդը, այսինքն ես ինքս սիրում եմ երգել ու փորձում եմ այդ մեթոդով եւս սովորեցնել երգել։ Լսարանին ես էլ լինելով այդ լսարանի մասը շատ զարմացրեց։ Սկզբից իհարկե լավ առումով զարմացրեց ու այո, դա էլ առանձնացրեց շատ։ Ես փորձում եմ իմ բլոգի միջոցով իմ չիրականացված հոբիները եւս ռեալիզացնել։ Երգելը դրա ցանկում է։ Այո, ես հիշում եմ այդ հոլովակը շատ հայտնի, երբ դուք նաև երգի միջոցով երգ, հումոր, այ հետաքրքիր է ամեն ինչը ոնց է ձեզ փոխանցվել, իհարկե պարզ է, եթե գյումրեցի է հումորը հետն է, երաժշտությունն էլ կարծում եմ էլ ինչ-որ տաղանդ է։ Երաժշտական հմտությունը երևի ավելի տատիկիցս, որտեղ փոքր ժամանակ երբ մասնակցում էի դպրոցի միջոցառումներին, միշտ երգել եմ, միշտ դպրոցի մեջ երգչուհին էի։ Այդ ժամանակ տատիկս էր մինչև երգելը ինձ ուղղություն էր տալիս այսպես երգիր, այնպես երգիր, հա, տատիկից ես հաստատ, տատիկից եկել է եւ հիմա դա գործնականում իրագործվում է։ Ինչու ոչ։ Հետաքրքիր տարբերակ է վլոգով այն չկայացած չասեմ, բայց չիրականացած ինչ-որ հոբիները իրականություն դարձնել։ Սոնա, ինչպիսին է ձեր լսարանը, ինչպիսի մարդիկ են ձեզ հետևում ու ինչ հետադարձ կապ եք ստանում լսարանից։ Հիմնականում իմ լսարանը աղջիկներ են, այսպես ասած, բայց վերջին շրջանում նաև հակառակ այո սեր ներկայացուցիչներ եւս հետաքրքրություն են ցույց տալիս ցուցաբերում անգլերեն սովորելու հետ կապված։ Հիմնականում ուսանողներ են եւ արդեն միջին տարիքի կանայք, ովքեր նայելով մոտիվացվում են եւ ցանկանում են այդ տարիքում եւս սովորել, քանի որ ցանկացած տարիքում հնարավոր է լեզուն սովորել, եթե դու տրամադրվես ու սկսես զբաղվել լեզվի ուսուցմամբ։ Չնայած այն բանի, որ կարծրատիպ կա, որ լեզուն սովորում են ավելի փոքր տարիքում, հավատացեք, կան միջին տարիքից բարձր կանայք, ովքեր ավելի լավ ու ավելի պարտաճանաչ են սովորում, քան թե դպրոցահասակները։ Դեռ իրենք հասկանում են ինչու է դա իրենց պետք։ Այո, նաև ասեմ, որ ոմանք նայում են ինչ որ մոտիվացվելու համար, ոչ միայն անգլերեն սովորելու, այլ ինչ որ մի նոր բան են մեկնակետից սկսելու, դա եւս բայց այստեղ նաև հակառակ հատվածը կա, պատկերը կա, երբ նայում են մտածում են, օ, շատ հեշտ է, կարճ 1 րոպեում այսքան բան ասեց, կհիշեմ, սկսեմ դասերի մասնակցել, երբ որ սկսում են դասերը, հասկանում են, թե ծավալը ինչքան մեծ է, հակառակ արդեն դիմոտիվացիա տարբերակը եւս կարող է գնալ։ Դրա համար ես նախապես ռեալ քննարկում եմ ցանկացած ուսանողի հետ, այսինքն դու մի տես, որ բլոգում այդ ամեն ինչը հեշտ է թվում, այդ ամեն ինչի համար տարիներ, ժամեր, օրեր են ծախսվել, դու պատրաստ ես, որ ասում են ես ես նման ուզում եմ անգլերեն խոսել, անգլերեն իմանալ, ասում եմ, բայց ես ինչքան տարի եմ սովորել, որ հա հասել եմ ու դեռ սովորում եմ ու դեռ սովորելու եմ։ Դրա համար Instagram-ը ճիշտ է ինքը օգնում է, որ այդ ամեն ինչը, բայց ռեալ պատկեր չի տալիս։ Դրա համար ես պարտադիր իրենց այդ անիրականությունից բերում եմ նաև իրական ռեալ դատող հատված։ Դե պետք է պատրաստ լինես նաև նրան, որ պետք է շատ ճանապարհ անցնես։ Արագ հեշտ ոչինչ չի տրվում։ Արագ հեշտ ու ոչ նաև այդպես շատ միանգամից չի տրվում այն հոլովակները, որոնք որ դուք հրապարակում եք, ըստաբար դրա հետևում էլ ահռելի աշխատանք կա։ Ցանկացած հետաքրքիր ու հաջողված հոլովակ, որ արդեն մեծ մասը ենթադրենք մարդկանց տեսել է, դա մի քանի օրերի աշխատանք է, որի մտքում եղել է, հետո ես մտածում ինչպես անեմ դա, միանգամից պահի տակ տարբերակներ չեն լինում։ Երկար մտածում ես, նկարում ես, չես հավանում։ Այդ ընթացքի մասին եմ ուզում խոսել, մտքից ոնց է դառնում հոլովակ ու ինչքան ժամանակ է ձեզնից իրապես պահանջում մեկ ռիլի հրապարակումը։ Կախված է թեմայից, նայած որ թեման է, նայած ինչ շրջան է, ինձ մոտ մոտիվացված թե այսպես հոգնած շրջան է, ավելի ակտուալ թեմաների շուրջ եմ փորձում հարցումների միջոցով հասկանամ մարդիկ ինչ տիպի նյութերով են հետաքրքրված, հա։ Մեզ մոտ մեր այսպես ասած լսարանը ավելի հետաքրքրված է տիպիկ հայկական արտահայտություն, անգլերեն ոնց կլինի, հա, սլենգերը, նմանատիպ թեմաներով են հետաքրքրված, հումորային տարբերակն են ավելի նաև
իրենց հետաքրքրում, Գյումրվա բարբառն են շատ սիրում։ Դե լավ է, որ բռնել եք նրանք ինչը որ սիրում են, սկսել եք ճանաչել նաև լսարանին, որովհետև դա իսկապես կարևոր է մատուցել այն ինչը որ երբեմն նաև ցանկանում են եւ իրենց հետաքրքիր է։ Սոնա, ոչ միայն վլոգով եք սովորեցնում, մոտիվացնում եւ ընդհանուր նաև ինչ որ մեթոդներ, եղանակներ մատուցում, այլ նաև առանձին դպրոց կա եւ ակադեմիական միջավայր կա Փարեմուզյան դպրոցի մասին։ Զրույցը ավարտենք նաև այս դպրոցից ավալած գործունեությամբ, գիտեմ, որ արդեն 3-րդ մասնաճյուղ կա եւ ձեր խոսքի սկզբում ասացիք փոքր սենյակ էր, հիմա այդ փոքր սենյակը շատ ճակերտավոր է, ինչպիսի գործունեություն է ծավալում արդեն ձեր դպրոցը, այդ ակադեմիական միջավայրն ինչպիսին է։ Արդեն 1 տարուց ավել է ունենք տարբեր մասնաճյուղեր, փոքր սենյակս իմ միշտ կա եւ դրանից հետ արդեն մեծ դպրոցներ են գործում առանց տարիքային սահմանափակման ընդհանուր անգլերենի ուսուցման համար։ Դպրոցականներինը առանձին, մեծահասակներինը առանձին։ Նպատակը միջազգային ստանդարտներին համապատասխան դասընթացներ վարելն է, այնպիսի դասընթացներ, որոնք որ ցանկացած մարդ կարող է ստանալ, եթե գնա Cambridge, եթե գնա Ամերիկա, այսինքն նմանատիպ մաքսիմում մոտ մեթոդներով ու ծրագրով ու գրքերով դասընթացներ, քանի որ ես ինքս եղել եմ թե Միացյալ Նահանգներում, թե Անգլիայում հենց այն նպատակով, որ տեսնեմ լավ ոնց են այստեղ, հա, դպրոցներում, անգլերեն դպրոցներում ոնց են դասավանդում, կամ քոլեջում Միացյալ Նահանգներում ոնց այդ ինչ գրքեր են օգտագործում, որ հասկանում ես, որ դու էլ կարող ես զուտ ձեռք բերել, մի հատ հասկանաս, անիրական ինչ-որ բան չի, ու այդ ամեն ինչը կիրառես քո դպրոցում նաև ավելացնելով բնականաբար քո մոտեցումը, քո մեթոդաբանությունը, դասապլան կազմելու, քո պատկերացումը, որ ավելի արդյունավետ լինի, այդ ամեն ինչը իրար հետ նաև նախապես ուսանողներին նշվում է, որ եթե դուք ոչինչ չանեք, այսինքն ռեալ մոտեցում լինի, ոչինչ չանեք, արդյունքը ինչքան էլ տրվի, չի լինի։ Միանշանակ։ Այդ համատեղ աշխատանքի արդյունքում կունենանք շատ լավ արդյունք, եթե այդ ամեն ինչը համատեղ լինի։ Տալ եւ ստանալ, ցանկացած այդպես է։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար, մաղթեմ թե դպրոցին, թե վլոգին իսկապես հաջողություն, որովհետեւ սա օրինակ է այն բանի, որ անգլերեն եւ ինչ որ նոր բան սովորելու համար թե ակադեմիական միջավայրն է շատ կարեւոր եւ նաեւ ոչ ֆորմալ միջավայրը, որտեղ էլի ինքնակրթվել ու ինքնազարգացվել շատ պետք է։ Նորից շնորհակալ եմ ձեզ զրույցի համար։ Դե ինչ հարգելի հեռուստադիտող, այս պահին մեր եթերում գրագետ դադարն է եւ մենք նորից կվերադառնանք տաղավար։